Հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօր մեր հոգևոր ճանապարհորդությունը հասանք 6-րդ կիրակին, Գալստյան կիրակին, սպասումի կիրակին, որովհետև առաջին անգամ մեր մարդկության սպասումը Աստված իր որդու միջոցով իրականացրեց, առաքեց իր որդուն մեր մարմնով, որպեսզի դատապարտի մեղքը մարմնի մեջ, որպեսզի մենք կարողանանք փրկagorցություն ունենալ, փրկagorցվել, փրկություն ունենալ։ Տեսեք, առաջի կիրակիով մենք Աստծո մեծագործության մասին տեղեկացանք։ Ինչ մեծագործ է, ինչ հզոր է, ինչ արարիչ է, որ ընդամենը մեկ խոսքով ոչնչությունը ծնեց գոյություն։ Ընդամենը մեկ խոսքով ամեն ինչ գոյության եկավ։ Եվ մենք տեսանք, թե ինչպես արարչագործությանը հաջորդեց մարդու արարչագործությունը։ Սակայն մարդու արարչագործությանը նախորդում է ամենասուրբ երրորդության 3 անձերի քննարկումը, խորհրդակցությունը։ Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ։ Հենց այդ է պատճառը, որ Եսայի մարգարեն բանն Աստծուն որդուն սքանչելի խորհրդակից է անվանում։ Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ։ Սակայն Աստված չէր ցանկանում, որպեսզի մենք պարապության մատնվենք, ինչու որովհետեւ մեղքը լինում է պարապասիրությունից։ Երբ որ մեր ուղեղները սկսում են պարապ լինել, հոգևոր ոչ մի բարիք չընծայել, մեր միտքը սկսում է մեղքին գնալ, դեպի մեղքը գնալ։ Եվ մեղքը զարգանալով, աճելով խոսքի է վերածում մեր մտավոր մեղքը։ Եվ այնուհետև այդ մեղքը վերածվում է գործի։ Որպեսզի մենք այդ մեղքի մեջ չընկնենք, Աստված մարդուն պատվիրեց խնամք տանել։ Սա նաև մեզ համար է, որպեսզի մենք յուրաքանչյուր պարագայում սովորենք խնամք տանել բոլորի հանդեպ։ Մարդը խնամակալ է։ Սակայն մի պատվեր տվեց պահքի պատվիրանը, չուտեք, ուտեք կմեռնեք։ Սակայն մարդը չպահեց Աստծո պատվիրանը, անհնազանդվեց, անհնազանդություն ցուցաբերեց։ Տեսեք, այստեղ օծի հետ համագործակցում է։ Մեղքի հետ համագործակցում է, ստի հետ համագործակցում է։ Այսինքն սա ցույց է տալիս, երբ որ մենք ուզում ենք Աստծուն ընդունել, մենք մեղքի հետ չպետք է համագործակցենք։ Ճիշտ հակառակը, պետք է հրաժարվենք մենք մեղքից։ Եվ Աստված գալիս է որպես բժիշկ, որպես հիվանդատես, սակայն մարդը կրկին անհնազանդություն է ցուցաբերում եւ Աստված արտաքսում է։ Եվ արտաքսելուց հետո անառակ որդու առակի մեջ մենք տեսնում ենք, որ քիչ օրեր մնացինք մենք դրախտում եւ արտաքսվեցինք, գնացինք, մեր ունեցվածքը, շնորհները փոխարինեցինք մեղքի հետ եւ գնացինք Աստծուց հեռու աշխարհ։ Եվ այնտեղ սովի պատճառով վերադարձանք, մեր վերադարձումը տեղի ունեցավ։ Վերադարձանք մեր հոր գիրկը եւ հայրը ընդունեց մեզ սիրով, համբուրելով, մեզ պատմուճան տալով, մեզ մատանին, իշխանական մատանին տալով եւ կոշիկները, հողաթափերը տալով, որպեսզի կարողանանք ջախջախել սատանայի գլուխը։ Վերադառնալով հորտուն, մենք պետք է իմանանք, թե ինչպես, ինչ կրիտերիաներով պետք է ապրենք մեր կյանքը։ Առաջինը դա ողորմությունն է։ Տնտեսից մենք սովորեցինք ինչպես պետք է մեր հոգու հանդեպ ողորմություն ունենալ եւ մարմնի մեղքերի հանդեպ ինչպես պետք է
ներում ստանանք։ Տեսանք, որ կանչում է առաջինը միտքը, այսինքն տնտեսը կանչում է հոգուն, ինչքան պարկ ունես, 100 լիտր ձետ։ Հոգևոր մեղքերը նկարագրվեց ձեթով, որտեղ փափուկ է եւ լուսավոր է։ Եվ 100 այստեղ խորհրդանշում է կատարյալ թիվը, անսահման, մեր մեղքերի անսահման վիճակը, հոգևոր մեղքերի։ Կանչեց եւ ասաց, ինչքան մեղքեր ունես, անսահման, դրա կեսը գրիր։ Վերցրեց եւ գրեց կեսը, 50-ը, որտեվ զղջումով մենք մեղքերի, հոգու մեղքերի 50%-ն ենք լուծում, 50%-ը դեռ մնում է։ Հիմա կտեսնենք, թե ինչպես այն մյուս 50%-ը կլուծենք։ Կանչեց մարմնին, քանի մեղքեր ունես, ինչքան շատ են քո մեղքերը, 100 պար քոր ցորեն, 100 քոր ցորեն, անթիվ անհամար, գրիր 80, որտև զղջումով 20% ենք մենք լուծում, այն 80%-ը 1/4-ը դեռ մնում է։ Եվ ահա Զաքեոսի պատմության մեջ, Մաքսավոր Զաքեոսի պատմության մեջ, դրա երկրորդ փուլն ենք տեսնում, թե ինչպես պետք է այդ երկուսի պարագան կատարյալ զղջման, կատարյալ թողության արժանացնենք։ Քանի որ ինքը արդեն Քրիստոսին ընդունել էր, այսինքն զղջացել էր։ Կանչեց, ասում է, ում որ զրկել են, ում էր զրկել։ Հոգուն էր զրկել, չէ՞, Քրիստոսի ներկայությունից հոգուն էր զրկել։ Կրկնակին կհատուցեմ, այսինքն այն 50%-ը կհատուցեմ։ Ում որ անիրավել եմ, աղքատ հոգուն էր անիրավել, աղքատների քառապատիկը կհատուցեմ, որտեղ այն 4-ը դեռ մնացել էր, 1/4-ը դեռ մնացել էր։ Այսինքն զղջում, խոստովանություն եւ ապաշխարանք։ Ահա 100%-անոց մեր մեղքերի թողությունը մենք ստանում ենք։ Եվ հաջորդ կիրակիով անիրավ դատավորի կիրակիով մենք սովորեցինք, թե ինչքան եւ ինչպես պետք է աղոթենք, ինչքան անդադար, ինչպես այրի կինը, այսինքն մեր այրիացած հոգին, անդադար մեր մտքի դեմ է բողոքում, իմ ոսոխի դեմ իմ դատը տես, իմ մարմնի դեմ իմ դատը տես, որտեղ մարմինը միշտ իրեն է ձգտում, ինչ էլ անենք այդպես է։ Մենք պետք է հոգին հզորացնենք, որպեսզի հոգին իշխի մարմնին եւ մտքին եւ միտքը նոր միայն կարողանա մարմնին ճնշել։ Իսկ Փարիսեցու եւ Մաքսավորի առակով մենք տեսանք, սովորեցինք, թե ինչպես պետք է այդ աղոթքին կանգնել։ Պարզվում է, որ մենք ոչ միայն անդադար պետք է աղոթենք, չձանձրանալով, այլ նաև խոնարհամտությամբ պետք է աղոթենք։ Խոնարհություն ունենանք Աստծո առջև, Քրիստոսի առջև։ Գիտեք, ժողովուրդ, կենդանությունը Տիբեթներում, Հիմալայներում չի ամենաբարձր տեղերում, այլ տափաստաններում է։ Այնպես էլ, երբ որ մենք ուզում ենք կյանք ունենալ, մենք պետք է խոնարհվենք, մեզ չբարձրացնենք Տիբեթների նման, որտեղ այնտեղ ամեն ինչ սառն է։ Եվ մեղքերի սառույցը հալեցնելու համար պետք է Քրիստոս ընդունենք մեր մեջ։ Ահա հենց այդ պատճառով ինչ է ասում. հուր գցելու համար եկա աշխարհ, ինչքան է որ ցանկանում, որ այն շուտ բորբոքվի։ Ինչն է հուրը խորհրդանշում այստեղ։ Հուրը խորհրդանշում է իր սերը։ Երբ որ մեր մեղքին հանդիպում է իր սերը այնքան մեծ է լինում, որ հալեցնում է մեր մեղքերը։ Ուղղակի հալեցնում է իր ջերմությամբ, իր սիրով։ Եվ իմաստության լույսը չէ տալիս հուրը։ Եվ լույս է տալիս եւ մենք չենք ընկնի։ Ահա, երբ որ մեր մեջ, մեր հոգուց ներս Քրիստոսի լույսն ենք ընդունում, Քրիստոսի այդ հուրն ենք
բորբոքված հուրն ենք ընդունում, մեզ առաջնորդում է դեպի կյանք, մեզ առաջնորդում է դեպի հավիտենական սեր։ Եվ ահա ամբողջ այսօրվա ավետանը հենց սրա մասին է պատմում, Քրիստոսի առաջին գալստի մասին։ Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե նա պապանձեցրեց սադուկեցիներին, իմի հավաքվեցին եւ նրանցից մեկը նրան փորձելով հարցրեց եւ ասաց. «Վարդապետ, օրենքի մեջ որ պատվիրանն է մեծը»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Սա է մեծը եւ առաջին պատվիրանը։ Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջ ինչպես քո անձը։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։ Այս բանաձևումը կատարյալ կերպով, գեղեցիկ կերպով տալիս է Աբա Դորոթոսը, հայր Դորոթոսը, Աբա Դարաֆեի ռուսերեն։ Հայր Դորոթոսը գեղեցկագույն կերպով բացահայտում է, բացում է սիրո ամբողջ կարգավիճակը։ Ասում է պատկերացնենք, կլոր, սա աշխարհն է, մեջը կետ, դա Աստված է, եւ շարավիղներ, դա մենք ենք։ Ասում է, երբ որ մենք միանում ենք կետին, միանում ենք իրար։ Երբ որ մենք միանում ենք իրար, միանում ենք կետին։ Այսինքն, երբ որ մենք սիրում ենք Աստծուն, մենք սիրում ենք իրար։ Երբ որ մենք սիրում ենք իրար, սիրում ենք Աստծուն։ Հենց այստեղ է թաքնված ամբողջ այս սկզբունքը Աստծուն սիրելու, որտեղ եթե մենք մեր դիմացինին տեսնում ենք ու չենք սիրում, ատում ենք, ծեծում ենք, նեղում ենք, վիրավորում ենք, հայհոյում ենք, ինչպես ենք սիրում Աստծուն։ Աստծուն սիրելու լավագույն տարբերակը դա դիմացինին սիրելն է, եւ դիմացինին սիրելու տարբերակը լավագույն տարբերակը դա Աստծուն սիրելն է։ Գիտեք, տասնաբանյա պատվիրանները շատ նման են լոկոմոտիվին, գնացքին։ Առաջի պատվիրանը դա լոկոմոտիվն է, քարշակն է։ Երբ որ ինքը գնում է, բոլոր վագոնները ինչքան որ կծված են նրան, բոլորն էլ կշարժվեն։ Երբ որ քարշակը կանգնեց, բոլորն էլ կանգնում են։ Այդպես էլ երբ որ մենք Աստծուն սիրում ենք, մենք կուրքեր չենք պաշտի ուղակի։ Որտեվ կռապաշտությունը մենք կտեսնենք, կվիրավորի մեր հորը, կնեղացնենք մեր հորը։ Առաքյալն ինչ է ասում, մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն։ Ուղղակիորեն կվիրավորեք հորը։ Երկրորդով, եթե մենք սիրենք Աստծուն, ուրեմն շաբաթ օրը կամ կիրակի օրը կնվիրենք Աստծուն։ Այդ մի օրը կգանք պատարագի մարմնական գործերից շատ քիչ կախում ունենալով։ Միայն կնվիրենք Աստծուն, ուղղակիորեն կնվիրենք։ Եթե մենք սիրենք Աստծուն, գողություն չենք անի, որտեղ մենք կհասկանանք, որ Աստծո պատկերին ենք նեղացնում, վիրավորում, Աստծո պատկերից ենք գողանում։ Եթե մենք Աստծուն սիրենք, չենք սպանի, որտեղ դու դրանով կզրկես նրան ապաշխարությունից, որտեղ շատ հավանական է, որ ինքը գնար եւ ապաշխարեր, բայց դու նրան զրկում ես ապաշխարելուց, ապաշխարության հնարավորությունից զրկում ես դու նրան։ Եթե դու սիրում ես Աստծուն, չես դավաճանի։ Եթե դու սիրում ես Աստծուն, քո ընկերոջ ունեցվածքին աչք չես դնի, այլ դու կստեղծես։ Ինչու՞, որովհետև դու դրանով, երբ որ դու գողանում ես, աչք ես դնում, դու դրանով Աստծուն ես վիրավորում։ Տեր Աստված, դու ինձ լավը չես ստեղծել, ես չեմ կարող ստեղծել, ստեղծագործել, այլ ես ընդհանրապես պետք է գողանամ։ Ահա հենց այդ պատճառով այս երկու պատվիրանները մեր Տերը դրեց առաջնային՝ սիրել Աստծուն եւ սիրել ընկերոջը։ Սիրել Աստծուն ընկերոջով, սիրել ընկերոջը Աստծով։ Եվ շարունակում է, որպեսզի հանկարծ որևէ մեկը չմտածեր, որ ինքը փարիսեցիական աղանդի ներկայացուցիչ է։
միանգամից հարց է տալիս հենց փարիսեցիներին, որպեսզի փարիսեցիներին էլ պապանձեցնի, որտեղ սադուկեցիներին պապանձեցրել էր, հիմա պետք է փարիսեցիներին էլ պապանձեցներ։ Եվ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուս նրանց հարցրեց եւ ասաց. «Ինչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ում որդին է»։ Նրան ասացին. «Դավթի»։ Հիսուս նրանց ասաց. «Իսկ Դավիթն ինչպես նրան հոգով կոչում է Տեր եւ ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրև պատվանդան։ Իսկ եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ինչպես նրան որդին կլինի»։ Եվ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացավ տալ, եւ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան մի որևէ բան հարցնել, որտեղ անդադար փորձել էին։ Անդադար նրան փորձել էին։ Եվ Հերովդիսականներով, Կայսրին տրվելիք турքով եւ այլնով, ինչ իշխանություն ունես, այժմ չկարողացան որևէ նրան դեմ կանգնել։ Բայց տեսեք, այստեղ հենց պատասխանում է, հենց այստեղ ի հայտ է գալիս Քրիստոսի գալստյան խորհուրդը։ Ում որդին էր, Դավթի։ Իսկ ինչպես է Դավիթը հոգով, Սուրբ հոգով, որպեսզի հանկարծ մարդիկ չասեին, գիտեք ինչ կա, դե Դավիթն մի բան էլ ասել է։ Սուրբ հոգով այդ արտահայտությունը շեշտում է, որ Աստծով խոսեց։ Ինչ որ խոսեց Դավիթը, իրենից չէ որ խոսեց, այլ Սուրբ հոգի թելադրանքն էր, նա բացահայտում էր մեջ։ Եվ ահա այստեղ ի հայտ է գալիս Քրիստոսի գալստյան ամբողջ խորհուրդը, ճշմարիտ Աստված որպես Տեր եւ որպես ճշմարիտ մարդ Դավթի որդի։ Սուրբ Գրիգոր Նարեկացին կատարյալ բացատրություն է տալիս. որդի է քո ծննդյամ եւ Տեր արարչությամբ։ Այո, որդի է քո ծննդյամ, որտեղ որպես մարդ ծնվեց քո որովայնից։ Եվ Տեր է արարչությամբ, որովհետև քո արարիչն է։ Տեսեք, մեր Տերը կույրին բժշկում է ցեղ հող շաղախելով, չէ, եւ մտցնելով աչքի մեջ։ Ինչ է ցույց տալիս սրանով, որ ինքն է այդ կուրի արարիչը, ինչպես որ Ադամին ստեղծեց հողից, այնպես էլ ինքը այդ իշխանությունն ունի մարդու մարմին, մարդ ստեղծի հողից։ Այստեղ հայտնվում է Քրիստոսի արարչաստեղծ լինելը, որ ինքն է ամեն ինչի արարիչը։ Բայց նաև մարդ է, կատարյալ մարդ, որպեսզի չընկնեն տարբեր մեղքերի մեջ, ովքեր որ Քրիստոսի մարդեղությունը ժխտում են։ Եվ ահա հենց այստեղ մեզ ցույց է տալիս Աստված, ինչ վարդապետությամբ մենք պետք է դավանենք Քրիստոսին։ Ճշմարիտ Աստված, Տեր եւ կատարյալ մարդ, Դավթի որդի։ Հրեաների համար սա բացված չէր, իրենք չգիտեին այս ամբողջ խորհուրդը։ Բայց հինուղտ արդեն իսկ հայտնել էր, որ Աստված պետք է հայտնվի։ Գոտեպնդվեցեք, թուլասիրտ մարդիկ, Աստված ինքը պետք է հայտնվի, կույրերը պետք է տեսնեն, կաղերը պետք է քայլեն, համրերը պետք է խոսեն, խուլերը պետք է լսեն։ Եսայի մարգարեության 35-րդ գլուխ։ Իսկ 9-րդ գլխում ասում է, մեզ մի մանուկ տրվեց։ Նա իր ուսերի վրա պետք է վերցնի իր իշխանությունը, պետք է կոչվի մեծ խորհրդի հրեշտակ, Աստված, հզոր սքանչելի խորհրդակից, եւ Աստված, եւ հզոր, եւ սքանչելի խորհրդակից։ Եվ ահա մենք տեսնում ենք ամբողջ Քրիստոսի գալու նպատակը, որպեսզի մենք փրկagorցություն ունենանք։ Տեսեք, այսինքն ով որ չընդունեց Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, ովքեր որ Քրիստոսին չընդունեցին կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ, ամբողջական կերպով Աստված նկարագրում է փարիսեցիներ բառով։ Վայ ձեզ փարիսեցիների, դպիներիդ եւ կեղծավոր փարիսեցիներիդ։ Վայ ձեզ դպիներիդ եւ կեղծավոր փարիսեցիներիդ, կրկին այդ վայերի շղթան,
ամբողջական շղթան։ Այսինքն, երբ որ մենք չենք ընդունում Քրիստոսի աստվածությունը եւ կատարյալ մարդեղությունը իր առաջի գալուստով, մենք այդ վայրին ենք արժանանում։ Որտեղ ասում է, եթե ձեր արդարությունը փարիսեցիների արդարությունից առավել չլինի, արդարությունը այստեղ ազատության մասին է խոսում։ Քրիստոսին ճանաչելու մասին է խոսում։ Ինչպես մենք արդարացվեցինք Քրիստոսին ճանաչելով, Քրիստոսով ազատագրվելով եւ Քրիստոսին երկրպագելով, ահա սա է մեր արդարությունը։ Այսինքն, եթե դուք ձեր արդարությունը չլինի փարիսեցիների արդարությունից առավել, չեք մտնի երկնքի արքայություն։ Ինչու՞, որովհետև նրանց արդարությունը չէր ընդունում Քրիստոսին։ Այսինքն նրանք արդարացված չէին։ Իսկ մեր արդարությունը արդեն իսկ արդարացվածության տարավ եւ ազատագրության տարավ։ Ահա դրա համար, երբ որ ասում է դուք ինչ չընդունեք որպես Տեր եւ Փրկիչ, ձեր կյանքի թագավոր, ձեր սրտի թագավոր, ձեր հոգու միակ Աստված, այդ վայրին եք արժանանալու։ Այսինքն մենք ենք ընտրում վայրին արժանանանք, թե գովասանքին արժանանանք։ Գովասանքին կարժանանանք, երբ որ մենք Տիրոջը երկրպագենք հոգով եւ ճշմարտությամբ։ Իսկ պարսավանքին վայրին կարժանանանք, երբ որ մենք չընդունենք ամենասուրբ երրորդությանը։ Երբեմն ինձ հարցնում են երկրորդ գալստի մասին շատ հաճախ։ Ժողովուրդ ջան, Քրիստոս արդեն եկել է եւ մեզ պատվերներ է տվել։ Երբ որ մենք Քրիստոսի առաջի գալուստը լիարժեքորեն մեր սրտից ներս ընդունենք, մեզ արդեն չի էլ հետարքրի երկրորդ գալուստը երբ է լինելու, որովհետև դա մեր գործը չէ, թե հայրը երկնքում իր իշխանությամբ ինչ ժամանակներով հաստատեց ժամանակներն ու օրերը, այլ մենք կապրենք Քրիստոսով, ներկա հոգսերով, Քրիստոսին ընդունելով, Քրիստոսին երկրպագելով եւ Քրիստոսի խոսքը պահելով, նրան նմանվելով եւ երկնքի արքայությանը, նրան նմանողությանը արժանանալով։ Դրա համար ավելի շատ հետաքրքրվեք առաջի գալուստը ձեր հոգուց ներս սպասումով, հույսով, սպասումով երկրորդ գալուստը, բայց դրան արժանանալու հույսով։ Արժանանում ենք այստեղ, նմանվում ենք այստեղ, կերպանակից ենք լինում այստեղ, որպեսզի այնտեղ Քրիստոսի հետ թագավորենք։ Հիմա կարող եք սիրելի հավատացյալներ ձեր հարցերը տալ։ Հա։ Տեսեք, նախ Ղազարոսի եւ Մեծարուստինը առակ չէ, այլ պատմություն է, որտեղ մարդու առակ են, մարդու անուն է նշում։ Առակները լինում էր միայն ինչ-որ մեկը, ոմն թագավոր, այսինչը, սերմնացան եւ այլ, բայց դա մարդու անուն կա։ Ուրեմն սա պատմություն է։ Սակայն մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը մեզ ուրիշ տեղից էլ է բացահայտում։ Ռութի գրքում, երբ որ Ռութը Նոեմի հարսը, երբ որ իր որդիները մահացան, մի հարսն ասաց, ես քեզ շատ եմ սիրում, բայց քո մոտ չեմ կարող մնալ, գնում եմ իմ հոր տուն։ Նոեմին ասաց, ուր որ գնաս, ես քո հետևից եմ գալու։ Որտեղ որ գնաս։ Եվ շատ աղքատ էին եւ ցորենի արտերը հնձելու այդ երբ որ հնձում են կողքերը պարտադիր մեզ մոտ էլ այդ սովորությունը կար արտի բոլոր կողքերը թողնում են որպեսզի աղքատները գան եւ քաղեն երբ որ Բոոսը տեսնում է այսինքն Դավիթ մարգարեի պապիկը տեսնում է որ
Ռոթը գալիս է, սիրահարվում է Դավիթ մարգարեի տատիկին։ Եվ ասում է իր ծառաներից շատ թողեք։ Շատ թողեք։ Եվ ահա շատ են թողնում, երբ որ Նոեմին գնում է եւ շատ մեծ փունջ է հավաքում, տանում է Նոեմին, կներեք Ռոթը, տանում է Նոեմին, ասում է օրհնյալ է Աստված, որ իր գութը չպակասացրեց ոչ ողջերից եւ ոչ էլ մեռածներից։ Այսինքն, երբ որ մենք ողորմություն ենք անում, Աստված իր գութը չի պակասեցնում ոչ ողջերից եւ ոչ էլ մեռածներից։ Ինչու՞։ Որովհետեւ Աստված մեռելների Աստված չէ, այլ կենդանիների Աստված է։ Բայց այստեղ իհարկե, եթե մեկը չմկրտված է, մենք գերեզմաններ չենք գնում։ Չէ, թե մկրտված է, ուղղակի վերջավորել չի ապաշխարել կամ մեղքեր գործել։ Դա եմ ասում էլի, մենք ընդհանրապես աղոթում ենք, Աստված է կամ հնարավորություն տվողը, կամ հնարավորություն չտվողը։ Որովհետև ասում եմ, եթե մեռելների հարությունը չլիներ, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցել։ Եթե հարության ակնկալությունը չլիներ, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցել։ Երբ որ որևէ մեկը գա, որևէ մեկին տեսնում ես մեղքի մեջ, հոգով մեռած, դու կարող ես իր համար աղոթել։ Դա արդեն քո խնդիրը չէ, ինքը կապաշխարի թե չէ։ Չէ՞։ Աստված իր ողորմությունը կայցելեցնի թե չէ։ Որտեվ եթե ինքը մեղքերի մեջ մնաց, Աստված իր ողորմությունը չի տալու նրան, բայց դու կարող ես աղոթել։ Այսինքն շանս տվողը դու չես, երբեմն մեզ ասում են, ինչու եք մահացածների համար աղոթք մատուցում։ Շանս եք տալիս։ Ժորժ ջան, որևէ մեկը մարդկային էակների մեջ հոգևոր շանս տվող չէ։ Մենք ընդհանրապես աղոթողներ ենք։ Շանս տալիս է միայն Աստված։ Ղազարոսի պատմության մեջ այստեղ մի հատ մեծ խնդիր ենք տեսնում, այդ մարդը անհավատ է եղել։ Անհավատ է եղել։ Որտեղից ենք իմանում, անարգել է դիմացինին։ Անհավատությունը Ժորժ ջան, պոզով փոշով չի լինում։ Այսինքն դու հիմա ինչքան էլ գնա ու Հիտլերի համար աղոթի։ Չի լինի։ Նախ որովհետև այդքան մարդ սպանեց, երկրորդը ինքնասպան եղավ։ Գնա ու աղոթի Հուդայի համար։ Բայց դու ճանաչում ես այդ մարդուն։ Գիտես, որ մեղավոր է եղել, բոլորս էլ մեղավոր ենք, բայց հավատացել է Քրիստոսին։ Բամուս չաղոթես։ Քո տատիկը, քո պապիկը, քո բարեկամը։ Բայց Ղազարոսի պատմության մեջ այդ մարդը արդեն անհավատ էր։ Անհավատներին, Ժողովուրդ ջան, չմկրտվածներին մենք հոգեհանգիստ եւ գերեզմաններ չենք գնում աղոթելու, որտեղ մարդը անհավատ է եղել։ Հա։ Այո։ Արդարի, անմեղ չէ, արդարի։ Դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, նախ Հուդայի սկզբնական կարգավիճակին գնանք, ով էր Հուդան, գանձապահն էր, չէ, և գող էր, չէ,
Հիմա դրանից առաջ, մատնությունից առաջ ինչ էր տեղի ունեցել։ Ով է հիշում։ Բեթանիայում ինչ էր տեղի ունեցել։ Ոտքերը չէ, գլխին է լցնում։ 300 դահեկանի։ Այսօրվա փողով ժողովուրդ ջան, մոտ $15,000, մոտավորապես, որտեվ եթե 200 դահեկան հացը մոտավորապես $8,000 է, պատկերացնում եք ինչքան թանկ յուղ է եղել։ Երբ որ այդ յուղը իրեն լիներ, ինքը կտաներ 300 դահեկանով կվաճառեր, չէ՞։ Այդ դրանից օրինակ 200 դահեկան իրեն կվերցներ, այն 100 դահեկանն էլ գանձանակի մեջ կդներ։ Բայց ինքը դրանից զրկվեց։ Հիմա ինքը մտածում է այսպես. այդ փողը ես պետք է վերադարձնեմ։ Գնում է եւ մատնում է Քրիստոսին 30 արծաթով, որտեղ հույժ արծաթասեր էր։ Եվ ինքին ինչպես էր մտածում, տեսեք, Քրիստոս արդեն 3 հատ հարություն էր տվել, չէ՞, աղջկա հարությունը, պատանու հարությունը եւ Ղազարոսի հարությունը։ 3 հարություն էր տվել։ Այո, դա իր հերթին խոսենք։ Հիմա, այսինքն Քրիստոս ինքը Քրիստոսին իր արշինով էր դատում։ Իրեն չեր տանի դեպի չարչարանքներ, մահ։ Չէ՞։ Այսինքն կգային կբռնեին Քրիստոսին, Քրիստոս, քանի որ արդեն ազատվել էր նրանց ձեռքերից, քարկոծումներից, ամեն ինչից, ազատվել էր գնալով, ասում է իրենց միջով անցավ, չէ՞։ Ինքը արդեն այդ ամեն ինչը տեսել էր։ Ուրեմն ինքը ինչպես կանի, կբռնեն Քրիստոս կանցնի, ինքը կգա խոստովանի Քրիստոսին, Քրիստոս տեսել էր, որ ներողամիտ է Քրիստոս, նրան կընդունի, ինքը գումարած 30 արծաթ կունենա, էլի նույն բանը կշարունակի։ Բայց տեսեք, ինքը հետևում է Քրիստոսին, տեսնում է, որ չէ, Քրիստոս մինչև վերջ է գնում, մինչև խաչելություն է գնում, չարչարանքներ է գնում։ Եվ ինքը տանում է արծաթը վերադարձնում է, տեսեք, հենց այստեղ է ամենամեծ լկտիությունը։ Չի ասում Աստծու արյուն թափեցի, Աստծու արյուն մատնեցի, այլ ընդամենը մի արդարի։ Այսինքն, այստեղ ոչ թե զղջում է, որ ինքը Քրիստոսի Աստծու արյունը մատնեց մատնության համար, այլ զղջում է, որովհետև այլևս ինքը չի կարողանալու փող աշխատել։ Եվ ես ձեզ շատ եմ, չէ, այս օրինակը բերել, մի կրիզիսի ժամանակ 2008-2009 թվերին մի մարդ իրեն գցեց գնացքի գծերի տակ, գնացքի տակ, որովհետև աղքատացել էր։ Գիտեք ինչքան էր իր փողը մնացել բանկային հաշվում։ $3 միլիարդ։ 3 միլիարդը իր համար աղքատություն էր եւ ինքնասպան էր եղել եւ շատ մեծահարուստներ այդպես ինքնասպան էին եղել, որովհետեւ աղքատացել են, իրենց պատկերացմամբ էին աղքատացել։ Ահա Հուդան հենց այդ նույն մարդու մտածելակերպով է շարժվում։ Ինքը այլևս աղքատանալու է, փող չի ունենալու գողանալու համար։ Էլի իր մասին է մտածում։ Ինքը ոչ թե զղջում է, որ Աստծու արյունը մատնեց, այլ որովհետև ինքը ֆինանսական գողության հնարավորություն չի ունենալ։ Դրա համար ասում է արդարի արյուն մատնեցի։ Մինչև վերջի պահը չխոստովանեց Քրիստոսին որպես ճշմարիտ Աստված։ Հենց այսօրվա պահը Տեր եւ Որդի չխոստովանեց։ Ինքը ընդհանրապես արդար խոստովանեց։ Իսկ արդար 5 տականում շատ-շատերը կային։ Հոբը կար եւ նրան արդարություն համարվեց, չէ՞։ Աբրահամը բոլոր նահապետները արդարներ էին, բայց ոչ Աստվածներ։ Այսինքն մինչև վերջ Հուդան չխոստովանեց Քրիստոսին որպես Աստված։ Էլի հարց։ Հա, Սերյան։
absolut andunde meglio aber asaptara ես քեզ վերգել եմ որ թե դու եղինքը քավես ես կողմն ժողովրդի մանազգի հիմա որտեղ իմ հարուստ եմ ուտա տարավից հնստեղ քավել եմ ու եկի հա Սերյան ջան հա ցավը տանեմ նրան որ իր բգի մասին իր փողի իր ագահության իր հարստության մասին չի մտածել ինչպես որ մեր Տեր տագատասա Սուրբ Հոգու նվիրված է կատարյալա Քրիստոսի մեջ Տերը փառաբան հա Սերյան ջան էլի հարցեր ժողովուրդ ջան հա Այո, որտեվ ուներ, այդ շնորհն ուներ, այո, որովհետև սա խորհրդանշում է, որ այդ ամեն ինչը մերը չի, այդ ամեն ինչ ինչ որ քահանաները, հոգևորականներն անում են, դա Աստծուց ենք ստացել։ Հուդան չկար այդ դեռ այդ ժամանակ։ Հուդան արդեն մահացել էր, չէ՞։ Չէ։ Այո, ինչ կապ ունի։ Դրանից առաջ արդեն Քրիստոսն էր տվել, չէ՞։ Քրիստոսն էր այդ իշխանությունը տվել։ Հա, Սեդա ջան։ Այո։ Որտեւ այդ մարդիկ ոչ Աստվածաշունչ են կարդացել, ոչ էլ գիրը գիտեն։ Երբ որ գալիս են զինվորները հարցնում են Հովանես Մկրտչին, մենք ինչ անենք։ Ինքը չի ասում զենքերը վայր դրեք։ Այլ ինչ է ասում։ Այո, ձեր ռոճիկից ավել մի պահանջեք, որտեղ տեսեք ժողովուրդ 90-ականներին գոնե մենք տեսանք ինչ տեղի ունեցավ։ Չէ, այդ հաղթանակներից հետո ինչ տեղի ունեցավ, երբ որ բոլորին նեղում էին, բոլորին անարգում էին։ Այսինքն, երբ որ մենք Աստծուց շնորհ ենք ստացել հաղթանակների, դա պետք է վերագրենք Աստծուն, ոչ թե մարդկանց, ոչ թե մեզ։ Դա Աստված է այդ ամեն ինչի անողը, ամեն ինչի հաղթանակ պարգևող Աստված է, մենք պետք է արժանանանք դրան։ Մենք պետք է արժանանանք դրան, դրանով արժանանալը, այսինքն դա մեծագույն պատիվն է, որ մարդ Աստծու կողմից արժանանում է այդ պատվին։ Մեր Սուրբ Մաշտոցը ստեղծեց գրերը, մեր Սուրբ Մաշտոցը Աստծուց ստացավ գրերը։ Եվ արժանի դարձավ ինքը լինելու։ Հասկանում եք ժողովուրդ ջան, այստեղ արժանավորության խնդիր է, բայց մարգարեն չի ասում, Հովանես Մկրտիչը չի ասում զենքերը վայր դիր։ Պողոս Առաքյալը որևէ միտեղ չի ասում զենքերը վայր դիր, այդ ճիշտ հակառակը։ Մեր Տերը երբեք չի ասում, այլ ձեր շապիկը ծախեք եւ զենք առեք։ Ով սրով ելավ, սրով էլ կընկնի։ Դու ելար սրով իմ դեմ, իմ սրից ես ընկնելու, Աստծուց սրից ես ընկնելու։ Բայց դու պետք է վստահես Աստծուն, նվիրվես Աստծուն։ Աղանդավորները չեն ծառայում, որովհետև իրենք են հասկանում, աղանդավորների տարբեր տեսակներ կան, որ չեն ծառայում, որովհետև իրենք են հասկանում, որ դա ինչ պրոյեկտ է, այսինքն դա մատնում է իրենց, թե իրենք ինչ պրոյեկտի մեջ են։ Որտեւ եթե հայրենասեր լինեին, հայրենատեր լինեին, նրանք ծառայությունը բարձրագույն արժեք կընդունեին, ինչպես Պողոս Առաքյալն է շատ տեղերում զինվորության մասին խոսում։ Այո։ Նաև ամբողջ Չինուխտես դրա մասին է, չէ՞։ Դավիթ մարգարեն երբ որ Գողիաթին սպանեց, ինչ է։
ում են գովերքում, Գողիաթին թե Դավթին։ Բայց եթե Դավթին են գովերքում եւ Աստվածահայր կոչվեց, եթե այդքան այձև մեղավոր մեկներ, ինչպես ինքը արժանի կլիներ, կրկին արժանի կլիներ Աստվածահայր կոչվելուն։ Աստված արժանացրեց, չէ՞։ Կներեք, իսկ դուք խոսեցիք հավատքի մասին, իսկ միթե մենակ հավատքը հերիք է, գործերով ու պատվիրաններով չպետք է ապացուցես քո հավատքը։ Դե ամբողջը հենց դրա մասն էր, էլի։ Ամբողջը հենց դրա մասն էր, որ եթե դու հավատում ես, իրական, եթե հավատում ես, իրական, ուրեմն դու բարիք ես գործում։ Այդ լոկոմոտիվի պատմությունը լսեցիք։ Եթե դու հավատում ես իրական, ուրեմն դու չես սպանի, բարիք գործես, չարություն չես անի, գործով կապացուցես քո սերը, քո հավատքը, քո նվիրումը։ Բայց ես մարդիկ գիտեմ, ասում եմ, ես մենակ հավատում եմ, ինձ հերիք է։ Դա քրիստոնեության հետ որևէ առնչություն չունի։ Նարեկացին գիտեք ինչ է ասում։ Ասում է, որը գործով է գրավում միայն եւ չի կաշառվում բանաստեղծությամբ։ Աստուն չեք կարող կաշառել կեղծ խոսքերով, որտեղ ինքը ամեն ինչ գիտի։ Սրտերը քնող Աստված է։ Աստուն կարող ես միայն քեզ մոտ հրավիրել, քո հոգուց ներս հրավիրել միայն բարի գործերով։ Շատ լավ, ժողովուրդ ջան, հարցեր ունեիք։ Շատ լավ, ժողովուրդ ջան, շնորհը, սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեզ հետ լինի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։